ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերը շատ կարևոր են մեր հասարակության, պետության զարգացման համար, ուստի հակակոռուպցիոն ռազմավարությունը և 2023-26 թվականների գործողությունների ծրագիրը նաև նախատեսել է մի շարք գործողություններ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի ինստիտուտի բարելավման, կատարելագործման, արդիականացման հետ և Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այժմ իրականացնում են մշտադիտարկում 23 և 24 թվականների գործողությունների և մեր դիտակետում է նաև հայտնվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման և արդիականացման գործողությունը, որով նախատեսվում էր, որ միջազգային փորձի հաշվառմամբ պետք է վերանայվեր օրենքը, բարելավվեր, այն արդյունավետ դարձվեր, որովհետև 2020 թվականին, երբ ընդունվեց օրենքը, մի շարք փորձագիտական շրջանակներ, այդ թվում նաև մեր կազմակերպությունը, կոալիցիան հանդես եկանք մի շարք դիտարկումներով, առաջարկություններով, անհամաձայնություններով և փաստացի օրենքում նաև տեղ գտան խնդրահարույց, ոչ արդյունավետ լուծումներ, որոնք հետագայում կարող են բարդությունների առաջ կանգնեցնել Հայաստանի Հանրապետությունը, միեդում, երբ որ արդեն ունենանք բողոքարկումներ կոնկրետ գործերով։ Եվ այս ամեն ինչից ելնելով նաև առաջարկվեց, որպեսզի այդ ինստիտուտը բարեփոխվի, այդ առաջարկի հեղինակը նաև մեր կազմակերպությունն է, ես ինքս եմ առաջարկել և ցավոք պետք է նշել, որ 24 թվականին այդ գործողությունները չի կատարվել, նաև կային գործողություններ, որոնք պետք է կատարվեն բռնագանձված գույքի տնօրինման, կառավարման, կառուցակարգերի սահմանումը էլի միջազգային փորձի հաշվառմամբ, կա գործողություն, որը հաջորդ տարի է սկսվելու իրականացնել, արդեն քննությունների իրականացման մեթոդական ձեռնարկներ պատրաստելը, ուսուցումները դատավորների, դատախազների և շատ կարևոր մեկ այլ գործողություն կա միջազգային փոխօգնության ինստիտուտի կատարելագործումը, որովհետև այստեղ նույնպես կան մի շարք խնդիրներ, երբ դատախազության կողմից հայցվող տեղեկատվությունը կամ չի տրամադրվում տարբեր երկրների կողմից, կամ թերի է տրամադրվում, կամ ողջամիտ ժամկետի խախտումներով է տրամադրում, ուստի դրա միակ լուծումը նույնպես մենք առաջարկել ենք, որպեսզի կարողանանք այդ ինստիտուտը կատարելագործենք։ Հիմա ինչու ժամկետներում մենք չենք կարողացել, այսինքն ռազմավարությամբ այդ արդյունքները ձեռք չի բերվել, որովհետև դուք գիտեք, որ օրենքը ընդունվել է 2020 թվականին, կարծեմ մայիսի 23-ից է ուժի մեջ մտնել և Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը դիմել էր Սահմանադրական դատարան, որպեսզի ճանաչեր հակասահմանադրականությունը օրենքի։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ին կասեցրել է գործի քննությունը և դիմել է Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին փաստացի հանձնաժողովի նիստում ընդունվել է խորհրդատվական կարծիքը և հետագայում ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը 4 հարցերի խումբ էր բարձրացրել Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի կարծիք ստանար։ Առաջինը վերաբերվում էր ապօրինի ծագման այդ ինստիտուտի, այսպես ասենք, չափորոշիչին, այսինքն դա կիրառելի է, թե ոչ, այսինքն այսպես պարզ ասենք, երբ որ պետությունը
կանխավարկածով հանդես է գալիս եւ անձը պետք է ապացուցի իր սեփականության իրավունքը, որ դա օրինական է եղել, Սահմանադրական դատանը հարցել է արդյոք այս պրակտիկան կիրառելի է եվրոպական երկրներում եւ կա այդպիսի չափորոշիչ, ընդհանրապես սա բխում է in rem համակարգից, in rem լատիներեն նշանակում է գույքի դեմ եւ դեռևս 2016 թվականին ես եմ առաջարկել, որպեսզի Հայաստանում այդ վարույթները կիրառվեն, այսինքն ոչ թե անձի դեմ է, անձն է դատապարտվում, այլ գույքի դեմ է եւ կոնկրետ, այսպես ասենք, սեփականատերը պետք է կարողանա ապացուցի, որ այդ գույքը ապօրինի չէ։ Եվ Վենետիկի հանձնաժողովը պատասխանել է, որ այո, այդ այսպես in rem համակարգը կիրառելի է եւ պետությունը կարող է նմանատիպ հայցերով դիմել, որպեսզի գույքը ճանաչի ապօրինի ծագում ունեցող, բայց պետք է այդ պնդումը անի, որ ապօրինի է գույքը, որպեսզի նաև պատասխանող կողմը կարողանա ապացույցներ ներկայացնել։ Երկրորդ բարձրացված հարցը վերաբերվում էր հենց ապացույցների բաշխման հարցին, ով պետք է ապացուցի պետությունը, թե պատասխանողը այն անձը, ում գույքը պետության պնդմամբ հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող եւ հանձնաժողովից պատասխանել են բնականաբար պետությունը պետք է այդ կանխավարկածը ներկայացնի համապատասխան փաստարկները ներառյալ, որ այդ գույքը ապօրինի է, իսկ կոնկրետ անձը պետք է ներկայացնի ապացույցները, որպեսզի պաշտպանի իր սեփականության իրավունքը, բայց այստեղ երկու կարևոր, այսպես չափորոշիչ է առաջարկում Վենետիկի հանձնաժողովը, մեկը վերաբերվում է անհասանելի գույքին, մեկը բարեխիղճ տիրապետմանը։ Ըստ իրենց պնդման գույքը նաև այդ ապացույցները գույքի օրինականությունը ապացուցելու վերաբերյալ կարող են անհասանելի լինել եւ տիրապետման տակ չգտնվեն կոնկրետ անձին, այս դեպքերում պետք է հաշվի առնել եւ չպահանջել այդ ապացույցները, որոնք անհասանելի են, օրինակ շատ վաղեմություն ունեցող, այսինքն օրինակ 20 տարի, 15 տարի վաղեմություն ունեցող գույքերի, որտեղ հնարավոր է, որ այդ ապացույցները արդեն դարձել են անհասանելի։ Երրորդ հարցը վերաբերվում էր առաջադրած օրենքի հետադարձ ուժի կիրառմանը, եթե մայիսի 23-ին ընդունվել է 2020 թվականին օրենքը, արդյոք կարող է այդ օրենքը ավելի վաղ էլ կիրառվել վաղ հարաբերությունների հիման վրա, որովհետև փաստացի խստացնող ուժ է ունենալու, իսկ այդպիսի օրենքները հետադարձ ուժ չեն կարող ունենալ, բայց Վենետիկի հանձնաժողովի կարծիքում այդ հարցի վերաբերյալ հետևյալ պատասխանն է, որ այո, կարող է հետադարձ ուժ ունենալ, որովհետև խոսքը վերաբերվում է ոչ թե օրինական գույքին, օրինական սեփականությանը, որը պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ ոչ օրինական ապօրինի գույքին, ուստի կարող են հետ գնալ, բայց այստեղ էլի նույն վերապահումները արվում է, որ այդ բացատրությունների շրջանակը, որը պատասխանողի կողմից պետք է ներկայացվի, դրանք է պետք է ողջամիտ լինեն։ Օրինակ նշեցինք, որ կարող է լինեն ապացույցներ, որոնք անհասանելի են ու դրանք չեն կարող ներկայացնել, ուստի պետությունը չի կարող դրանք պահանջել։ Եվ մյուսը ժամկետների հարցն էր չորրորդ, արդյոք ինչքան հետ կարող են գնալ գույքը պահանջելուց, այստեղ նույնպես Վենետիկի հանձնաժողովը ասում է, որ դա էլ պիտի լինի ողջամտության եւ իրավահավասարության սկզբունքների սահմանում, այսինքն պետք է կիրառվեն հատուկ ժամկետներ եւ բոլոր գործերով։
դատարանը չպետք է ունենա այսպես լիազորություն, հայեցողություն, որ ինքը որոշի ժամկետները։ Դրա համար այդ ժամկետները պետք է ողջամտորեն սահմանվեն, հաշվի առնելով նաև այդ ապացույցների հասանելի լինելը եւ բարեխիղճ տիրապետման սկզբունքը։ Հիմնականում այս հարցերը ուղարկվել է ու ցավոք արդեն անցել է 2 տարուց ավել, գործը սահմանադրական դատարանում տարբեր պատճառաբանությամբ հետաձգվում է տարբեր հարցումներ, չգիտեմ, դատախազություն, դատական համակարգ, նյութերի ծանոթացում, եւ մենք այսօր չունենք սահմանադրական դատանի որոշումը, որը կարող է ուղենիշային լինել այս ինստիտուտի զարգացման հետ կապված։ Բոլորը սպասում ենք, որ հնարավոր է 2024 թվականի մայիսին ունենանք այդ որոշումը, բայց ցավոք անընդհատ հետաձգվում է ու ցավոք սահմանադրական դատարանը այս հարցով չի ցուցաբերում պատշաճ թափանցիկություն եւ հաշվետվողականություն եւ մասնագիտական հանրությանը, ընդհանրապես հանրությանը չի ներկայացնում կոնկրետ այն ողջամիտ ժամկետները, երբ այդ որոշումը արդեն կհրապարակվի, որովհետեւ դրա հետևանքով, ինչպես նշեցի, նաեւ հետաձգվել է հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված ինստիտուտի բարեփոխման, կատարելագործման, արդյունավետության բարձրացման հարցը, սա նաև հետագայում լուրջ վնասներ կարող է բերել Հայաստանի Հանրապետությանը, որովհետև արդեն հակակոռուպցիոն դատարանը կայացնում է վճիռներ, իսկ այս որոշումը ընդունելուց հետո դա կարող է լինել նոր հանգամանք, որով կարող են այդ վճիռները բեկանվել եւ գնալ նոր քննության, դե պատկերացրեք արդեն պետության ծախսերի արդյունավետության առումով այդ դատարանները պահելու, դատախազների աշխատանքները վարձատրելու հետ կապված դուրս է գալու, օրինակ նորից նույն աշխատանքը կատարվելու է ու պետությունը անհարկի ռիսկեր է կրելու։ Իսկ եթե ժամկետները այնքան ուշանան, որ արդեն ամբողջ դատական մեր համակարգի ատյանները սպառեն, արդեն լուրջ խնդիրներ մենք ունենանք մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Սրանք լուրջ մտահոգություններ են, որ մասնագիտական այսպես հանրության առջև կանգնած են եւ մենք իրոք անհամբեր ամեն օր սպասում ենք այդ որոշմանը, որովհետեւ դա ուղենիշային է լինելու ինստիտուտի բարեփոխումների հարցերում, ինչպես նաեւ մեր հակակոռուպցիոն դատական համակարգի համար։ Ես չեմ ուզում գնահատական տալ սահմանադրական դատարանին, թե ինչու է ուշացնում, ես ուղղակի ասում եմ իմ մտահոգությունը, որ դա այդ ուշացումը խախտում է բոլոր ողջամտության սահմանները, որովհետև արդեն կա Վենետիկի կարծիք, կա միջազգային փորձ, լավագույն, վատագույն, եւ սահմանադրական դատարանը այս ողջամիտ ժամկետների մեջ արդեն պետք է ունենար որոշում եւ ես չեմ կարծում, որ շատ այսպես խիստ անհրաժեշտություն կա յուրաքանչյուր գործը նայել, հիմքերը նայել, այստեղ ավելի խնդիրը պետք է դիտարկվեր կոնկրետ այդ խորհրդատվական կարծիքի շրջանակներում եւ լավագույն միջազգային փորձի շրջանակներում ու մենք իհարկե ունենք պրակտիկա, կարելի է այդ պրակտիկան էլ դիտարկել, բայց ոչ թե ամբողջ ծավալով, այլ ընտրանքային եւ մենք ունենենք շատ ավելի շուտ այդ որոշումը, բայց հուսանք, որ մոտ ժամանակներս ի վերջո սահմանադրական դատարանը կկայացնի այդ որոշումը։